Բարև ձեզ, սա Top Test է, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ։ Ինչից սկսվեց եւ ուր հասավ։ Մենք այսօր ձեզ կպատմենք։ Թանկաբազար տաքսիստը զարմացրել է ֆրանսիացի լրագրողին, իսկ միակողմանի փողոցով հակառակ երթևեկող վարորդը զայրացրել է ճանապարհային ոստիկաններին։ Օեկականները փորձել են փողոցում ժողովրդի կողքին բողոքել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, իսկ ժողովուրդը մեկ այլ վայրում բողոքում է ՕԵԿ նախագահին պատկանող շինարարության առիթով։ Ասես ո՞նց կարող է իրենց ասել գնացեք քանդի։ Հայ պաշտոնյաները քանթրի ոճում, պարող վարչապետն ու ամերիկացիների անկախության տոնը։ Երթամ տեստիմ Զիմ Կիլիկյան, դեպի Արևմտյան Հայաստան տանող ճանապարհի մշակույթն ու նպատակը։ Ուխտավորները հենց գալիս են հատուկ նպատակով։ Ադրբեջանցիների հերթական հիստերիայի պատճառը Արցախում նկարահանված հեփի երգի տեսահոլովակը։ Մենք երջանիկ ենք Ղարաբաղից։ Անցած շաբաթ կրկին անհանգիստ էր սահմանին։ Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում հակառակորդի կողմից դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է իրականացվել։ Հակառակորդը փորձել է շրջափակման մեջ առնել հայկական զինված ուժերի դիրքերից մեկը։ Մեր առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է։ Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան։ Սահմանային միջադեպերի մասին համացանցում քննարկումներ շատ եղան։ Դրանցից մեկը ներկայացնենք ստորև։ Առնվազն անհասկանալի է, երբ սահմանային ինչ-որ հատվածում դիվերսիոն փորձ են կատարում թշնամիները, իսկ այդ նույն պահին մեկը շտապ սկսում է դրա մասին տեղեկություն տարածել։ Գրեց Տիգրան Մկրտչյանն ու նշեց. հասկացեք, որ այդ պահին, հենց նույն պահին, որ սկսում եք տարածել այդ լուրը, որում գրված է շտապ, դա ոչ միայն չի օգնում դիրքապահ զինվորին կամ սահմանամերձ գյուղի բնակչին, այլ մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ է առաջացնում։ Բանակ այդ դիվերսիոն փորձ անողների պորտը տեղն է դնում, սահմանամերձ գյուղի բնակչին էլ չես վախեցնի կրակոցով, բայց այդ մասին պետք չէ մի անգամ կատարվելու պահին հայտնել։ Դա խուճապ է ստեղծում, եթե համբերեք մի փոքր ուշ պաշտպանության նախարարությունը կտա հաղորդագրությունը եւ կիմանաք մանրամասները, ոչ թե վախ ախառն ստատուսներ գրեք, երկու նախադասություն լսած լինելով։ Սահմանում տիրող վիճակի մասին խոսեցին նաեւ քաղաքական գործիչները։ Մենք երիտասարդներ ենք կորցնում սահմանում, նշեց ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ու ավելացրեց. Փառք Աստծո, մեր տղաները կարողանում են հստակ հակահարված տալ եւ սահմաններն անառիկ պահել, բայց բացի մեր բանակից նաեւ դիվանագիտությունն աշխատանք ունի անելու, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը սևեռվի այս դեպքերին։ Ալեքսանդր Արզումանյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը ուղղորդվում է որևէ ուժի կողմից։ Ես չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ պատերազմի։ Ադրբեջանին մեր բանակն է պարտադրել զինադադար ստորագրել եւ այն պահին, երբ Ադրբեջանը կզգա կունենա ներքին վստահություն, որ պատրաստ է ռազմի դաշտում լուծել հարցը, անպայման անելու է եւ մենք դրան միշտ պատրաստ ենք եղել։ Չեմ կարծում, որ Ադրբեջանն այսօր ի վիճակի է ռազմական խնդիրներ լուծել։ Ուրեմն կան ուժեր, որոնք ուղղորդում են Ադրբեջանին, ուղղակիորեն թե անուղղակիորեն, դա այլ խնդիր է, նշեց պատգամավորը։ Իսկ հայերն անցած շաբաթ կրկին մտան Բաքու։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ազգային ժողովում իշխող ՀՀԿ-ից պատգամավոր Արտաշես Գեղամյանը վեհաժողովի Բաքվում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ելույթում բարձրաձայնել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ներառելու անհրաժեշտության մասին, իսկ հետո շնորհավորել է Սերժ Սարգսյանի 60-ամյակը։ Այս առիթով քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրեց հետևյալը. ԵԱՀԿ-ն պարիտետ պահող կազմակերպություն է։ Ենթադրում եմ, որ այնպես կպլանավորվի, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում։ Իլհամ Ալիևի ծննդյան օրն ու ադրբեջանցի ինչ-որ պատգամավոր կշնորհավորի իր նախագահի ծնունդը։ Այդպես քվիթ կլինենք։ Բացի այս ամենը, Բաքվում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ընթացքում Հայաստանը ներկայացրել է Սիրիային առնչվող բանաձև, որին կողմ է քվեարկել նաև ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը։ Իդեպ առաջարկներից մեկը վերաբերում է Սիրիայի փոքրամասնությունների ապահովության երաշխավորման, իսկ երկրորդը կոչ է սահմանակից պետություններին, որ արգել են իրենց տարածքներից Սիրիայի վրա հարձակումները։ Շիֆը կողմ է քվեարկել նաև Հայաստանի պատվիրակության ներկայացրած մեկ այլ առաջարկի, որը վերաբերում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին եւ հակամարտության խաղաղ լուծում գտնելուն, որին սակայն ընդդիմացած է ժողովը հյուրընկալող երկիրը։ Շաբաթվա վերահայտնությունը պահպանողական դիրքորոշումներով աչքի ընկնող ժառանգության ներկայացուցիչ Ծարուհի Փոստանջյանն էր։
Նա վերադարձել է Միացյալ Նահանգներից, իսկ կուսակցության համագումարին հեղափոխական տրամադրություններով է ներկայացել։ Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով խորհրդարանական ոչ իշխանական քառյակի համագործակցությանը նշել է, որ պետք չէ սպասել ինչ-որ ժամկետներ տրամադրել, պետք է լինի համակարգային փոփոխություն։ Իրավունք թերթն այս առիթով գրել է, որ քառյակի ուժերից երկուսի՝ ԲՀԿ-ի եւ Ժառանգության միջև գոյացել է լրացուցիչ սառնություն Զարուհի Փոստանջյանի հայտարարություններից հետո, երբ վերջինս հրապարակավ ԲՀԿ-ն որակել է Քոչարյանի ստեղծած կուսակցություն։ Ըստ թերթի ճիշտ է, Ռուբիկ Հակոբյանը փորձում է հարթել իրավիճակը, սակայն ԲՀԿ-ականները մատնանշում են, որ Ժառանգության վարքագծում Զարուհի Փոստանջյանի դերն ավելի մեծ է, եւ եթե այդպես շարունակվի, ապա հարցականի տակ կարող է դրվել հետագա համագործակցությունը։ Իդեպ երկրորդ նախագահի հասցեին Զարուհի Փոստանջյանի արած մի քանի թթու խոսքերին արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Նա ասել է հետևյալը. դատելով Զարուհի Փոստանջյանի ու իր դեմքի արտահայտությունից, ժողովրդի լեզվով ասած կարելի է ենթադրել, որ իրեն դատ ու դատաստան չի հասնում։ Դրա համար միակ բանը, որ կարող եմ անել, կարող եմ կարեկցել իր հարազատներին, ուրիշ ոչ մի բան։ Շաբաթվա բողոքը կապված էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում անտեսելով հանրության եւ քաղաքական ուժերի կոչերը հետաձգել էլեկտրաէներգիայի սակագնի քվեարկությունը, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հոսանքի թանկացման հարցը դրեց քվեարկության եւ այն ընդունվեց միաձայն։ Իհարկե սա սոցիալական բեռ է ավելացնելու, բայց այս հարցերը պետք է ուղղել այն պատկան մարմիններին, որոնք իրավասու են լուծել դրանք։ Կայաններում չվճարումներ կան, վերջին 11 տարում նման բան չի եղել։ Սպառողների նվազումը մտահոգիչ է, բայց անցած տարվա թանկացումից հետո էլեկտրաէներգիայի սպառման աճ նկատվեց, ասաց Նազարյանը, որի խոսքին մերթընդմերթ խանգարում էր փողոցում անցկացվող բողոքի ցույցի աղմուկը։ Իսկ թե ինչ էր կատարվում փողոցում առանց մեկնաբանության։ Մենք հասարակական կարգ ենք ապահովում, հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ հավատացեք։ Ավելացնենք, որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադառնալով օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով բարձրացնելու որոշմանն ասել է, թե ոչ իշխանական քառյակը տեր է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ իր հայտարարությանը եւ հետեւողական է լինելու այն իրականացնելու հարցում։ Արամ Մանուկյանը վստահեցրել է, որ կար չթանկացնելու հնարավորություն եւ այդ նպատակով էլ իրենք շարունակելու են համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ։ Իսկ հասարակական կազմակերպությունների բողոքի ակցիային քաղաքական ուժերի մասնակցության վերաբերյալ գրառում կատարեց Էդգար Խաչատրյանը, մասնավորապես նշելով հետևյալը. Ընդհանուր առմամբ մարդիկ արդար բողոքի ձայն են բարձրացնում, իսկ քաղաքական ուժերը կրկին ու կրկին արևի տակ տեղ են ուզում, այն է ձայնի կռիվ են տալիս, որ հաջորդ գումարման ազգային ժողովում լինեն։ ՀԱԿ-ը գիտակցում է, որ իրեն սպառել է ու փորձում է մեծ օվկիանոսում խմելու ջուր գտնել։ ՕԵԿ-ի ընդդիմադիր կեցվածքի մասին ոչինչ չեմ ասում, բոլորս լավ գիտենք ինչ էր անում ՕԵԿ-ը 6 տարի։ Ժառանգության հույսը Զարուհին է, Զարուհու հույսը իր աղջնակը, Աստված պահապան Զարուհու աղջնակին ու ընդհանրապես բոլոր երեխաներին, նրանց պետք չի խառնել անձնական գործերին։ Դաշնակցությունը հանգիստ է, որովհետև ոնց էլ լինի հայրենասիրական հողի վրա ինքն իր տեղերն ազգային ժողովում կապահովի։ Շաբաթվա մեկ այլ բողոք էլ կապված էր Ագրարային համալսարանի բակում իրականացվող շինարարության հետ։ ՕԵԿ ղեկավար Արտուր Բաղդասարյանը համալսարանի տարածքում երկաթե կոնստրուկցիաներով շինություն է փորձում կառուցել, որը հարուցել է դասախոսական կազմի եւ ուսանողների զայրույթը։ Նրանք այս ամենն անօրինական են համարում։ Նշված տարածքեր ժամանել ՕԵԿ խմբակցության падգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով վեճի է բռնվել տարածքում հավաքված անձանց հետ։ Վերջիններս պահանջում էին շինության կառավարության կողմից տրված թույլտվությունը, սակայն падգամավորը նշել է, որ դեռևս 2008-ից ունեն Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի թույլտվությունը։ Հաղորդման այս հատվածում շաբաթվա ուշագրավ մի քանի դեպքեր ու մտքեր կարճ եւ առանց մեկնաբանության։ Գտակ հասարակությունը դժգոհ է մեծամասնաբար։ Հասարակությունը այսինքն դուք եք։ Ոչ, հասարակությունը Հասարակությունը ասում եք դժգոհ է, չեմ կարծում որ ամբողջությամբ դժգոհ է։ Էլեկտրաէներգիայի թանկացումը դրվել է գազի։ Եթե բոլորի վրա ազդինս վրա են կազմում։ Ինչ քայլեր եք առաջարկում ձեռնարկել։ Ես տնտեսագետ չեմ, որևէ քայլեր առաջարկում ենք այս էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կապակցությամբ դրամական օժանդակություն տրամադրել աղքատության հիմքով նշանակվող կենսամակարդակի բարձրացման ուղղված նպաստների իրավունք ունեցող բոլոր ընտանիքներին, բարձրացնելով ընտանեկան նպաստի բազայի մասը 1000 դրամով։ Ինչ երգիր է, էսի մենակ իրանց տաղն են լսնան։ Իրանք ելույթ են ունենում, բարելավ, ինչ են բարելավում, տարեկան 5 տարի մի անգամ 1000 դրամ թոշակ են ավելցնում, ամեն ինչը թանկացնում։ Դա աբսուրդ է, եթե իշխանությունը
շահագրգռված լինի թանկացման մեջ։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած թանկացում դա սոցիալապես անապահով խավերի վրա լիազդի շպեր է։ Երկրորդը, մենք մազոխիստ չենք, որ գնանք այդ ճանապարհով։ Հաղորդման այս հատվածում զրույց туриզմի եւ Արևմտյան Հայաստանի հանդեպ կարոտի մասին։ Այսօրվա իմ հյուրը շուրջ 150 անգամ խմբերով եւ ավելի քան 20 անգամ առանձին այցելել է մեր պատմական հայրենիք եւ այնտեղ չկա մի վայր, où նա ոտք չի դրել։ Բիզնեսում ազգային գաղափարախոսության առկայության, օտարների կողմից անհանդուրժողականության դրսևորումների եւ այլ հարցերի շուրջ զրուցում ենք դեպի Արևմտյան Հայաստան իրականացվող շրջագայությունների հիմնադիր Անիտուր տուրիստական գործակալության տնօրեն Հռիփսիմե Արուշանյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Արուշանյան, շատ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Դուք մոտավորապես 180 անգամ շրջել եք Արևմտյան Հայաստանում, շփվել եք բազմաթիվ զբոսաշրջիկների հետ, ծանոթացել եք նրանց պատմություններին եւ այլն։ Հետաքրքիր է մարդիկ այցելում են Արևմտյան Հայաստան որպես զբոսաշրջիկ, թե տանտիրոջ իրավունքով։ Ես ասեմ, որ բոլոր զբոսաշրջիկները, ես կասեի ուխտավորները հենց գալիս են հատուկ նպատակով։ Գալիս են իմանալով ուր են գալիս, իմանալով ինչու են գալիս, որտեվ չկա այդպիսի մեկը, որի նախնիները Արևմտյան Հայաստանից չլինեն։ Եվ հենց հատուկ իրենք գալիս են իրենց պապերի ծննդավայրը տեսնելու այն երկիրը, որը ցավոք մնացել է։ Բայց իրենց այնտեղ ինչպես են զգում են որպես տանտեր, որպես դրանց երբեմնի տեր, թե արդեն ամեն ինչ պատմությունը Ես ասեմ, սկզբից տարակուսանքով են գալիս, նույնիսկ հարց են տալիս ապահով է արդյոք, այնտեղ ինչպես են մեզ ընդունում։ Եվ երկրորդ օրվանից, ես հենց կասեմ երկրորդ օրվանից, որտեղ այսքան տարիների փորձը դա է ցույց տվել, որ մեծ մասը ասում են, որ իրենք օտարություն չեն զգում։ Այսինքն են հողի կանչը, ջրի կանչը, որ կա եւ մարդու եւ այդ ծննդավայրի հետ, որը կապում է ոնց որ ասում են ջրի կանչ, հողի կանչ, արյան կանչ, երևի բոլորն էլ դա զգում են։ Առաջ անգամ մենք էլ որ գնացինք, իսկապես օտարություն չզգացինք։ Եվ ես ասեմ, մեծ մասը դա արտահայտվում են, ասում են, որ մենք օտարություն չենք զգում, մենք չենք զգում, որ օտար հողում ենք։ Թեկուզ անընդհատ լսում ենք թուրքերեն խոսակցությունը։ Եթե այսպես ընդհանրացնելու լինենք ու որոշակի եզրակացության գանք, ինչ է տալիս Արևմտյան Հայաստան այցելությունը ուխտավորին ու հատկապես հայ ուխտավորին։ Մարդը ավելի հոգով հարստանում է։ Մարդը այն ինչ որ գիտեր, այն ինչ լսել էր պատմությունները միայն տեսականորեն հիմա ինքը իր աչքով է տեսնում։ Արժեքավորում է այն, ինչ ունեցել ենք, այնինչ կորցրել ենք եւ դրա ցավը ավելի շատ է զգում եւ ինչու՞ չէ հայրենասիրությունը կրկնապատկվում է եւ կրկնապատկվում է հայրենասիրությունը մեր այս փոքրիկ հայրենիքի նկատմամբ։ Իսկ կա ընդգծված տարիքային այնպիսի խումբ, որում ներառված մարդիկ ավելի հետաքրքրված են հենց այս շրջագայությամբ։ Պատկերացրեք սկզբից կար, երբ մենք նոր սկսել էինք, արդեն 18 տարի, շուրջ 18 տարի գործում է մեր ընկերությունը, Սկզբից տարիքային խումբը միջինից բարձր էր եւ հետաքրքրությունը բնականաբար տեսնել իրենց ծնողների երկիրը, ծնողների, երբ նոր սկսել էինք ծնողների, որտեվ ասում էին, որ մեր ծնողները մեզ պատկամել են, գոնե դուք գնացեք տեսեք, մենք չկարողացանք տեսնել, երբ ճանապարհները բացվեն, գոնե դուք մեր փոխարեն տեսնեք։ Հետո արդեն կամաց մեր ուխտավորների տարիքը ավելի նվազեց, իջավ եւ հիմա արդեն գալիս են եւ ուսանողներ, եւ միջին տարիքի, եւ դպրոցականներ, եւ ընտանիքներ իրենց երեխաներով։ Ես այդ ուղղակի ողջունում եմ եւ նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին հատուկ վերում են երկիրը ցույց տալու, որ երեխան իմանա, թե մենք ինչ ենք ունեցել, ինչ հարստություններ ենք ունեցել, ինչ արժեքներ ենք ունեցել, որ հիմա չունենք եւ երևի որ ավելի արժեքավորի մեր այս հայրենիքը։ Երիտասարդները հենց արժեքավորելով ու իրենց պապերի այսպես հուշերը թարմացնելով եւ այցելելով, հենց դա է նրանց հիմնական շարժիչ ուժը, որ հասնում են Արևմտյան Հայաստան, թե կան նաեւ այլ շարժառիթներ։ Այս ուխտագնացությունները շարժառիթը միայն պիտի լինի հայրենասիրությունը եւ գիտակցությունը, թե ուր են գալիս։ Երիտասարդ աղջիկներ, երիտասարդ տղաներ կարող են գնալ ծովում հանգստանալ։ Հենց այնպես մեր տուրերին ոչ մեկը չի գալիս։
որ հենց այնպես կա ժամանակ անցկացնել, այդպիսի բան չկա։ Բոլորը գալիս են հատուկ նպատակով։ Իսկ այսպեսի մի առանցքային հարցի եմ ուզում անդրադառնալ, որքանով է հայ էքսկուրսավարի առկայությունը կարևորվում հենց այս շրջագայությունների ընթացքում։ Մարդիկ պետք է օգտվեն միայն հայ էքսկուրսավարի, այսպես կոչված ծառայություններից, թե հնարավոր է նաև դրսից ինչ-որ մեկն իրենց ուղեկցի բացատրի, դա ընդունելի տարբերակ է մեզ համար։ Շատ Անիջան հետաքրքիր եւ ճիշտ տեղին հարց տվեցիք, որտեղ մի քանի այդպիսի դեպքեր մենք առնչվել ենք այդպիսի դեպքերի հետ եւ ցավով պիտի ասեմ եւ հատուկ պիտի շեշտեմ, որ հատկապես եթե հայն է գնում այդ ուխտակնություններին պիտի անպայման գիդը հայ լինի, պատմողը հայ լինի, որովհետև ինչու՞ չէ, թեկուզ եւ օտար երկրից էլ որ գնում են բնականաբար օտար երկրացին կարող է չդիմի հայ ընկերության, դիմի թուրք ընկերության մտածելով որ Թուրքիա է գնում, թող թուրք ընկերությունը անի, բայց եթե հայ ընկերության կազմակերպիչը օտար երկրացիներին, ասենք Գերմանիայից, Ֆրանսիայից եւ հայ եւ խառը լինում են նաեւ խառը խմբեր, որ մասնակցում են եւ հայեր եւ օտար երկրացիներ կամ Իտալիայից մենք խմբեր ենք ունեցել, շատ կարեւոր է որ հայը պատմի, որովհետեւ ես մի ցավոտ դեպք ուզում եմ պատմել, երբ հայ չի եղել գիդը, Անիում կա մի հրաշալի եկեղեցի, Տիգրան Հոնենց եկեղեցին, որը ամբողջովին ծածկված է հայերեն արձանագրություններով։ Եվ պատահաբար ստացվեց այնպես, որ մեր խումբը եւ Ստամբուլից եկած խումբը, որին ուղեկցում էր թուրք գիդ մի աղջիկ, եւ այնտեղ հարց են տալիս, թե այս արձանագրությունները ինչ լեզվով է գրված, մինչեւ այդ ես չգիտեմ ինքը ինչ էր պատմել, միայն այդ հարցի պահին մենք առնչվեցինք եւ ինքը պատասխանում է, որ սա մի կորած ժողովրդի լեզու է։ Իհարկե ես իրավունք չունեի միջամտելու էթիկայի կանոններից դուրս գալով, ինքը գիտեր, ես գիտեի, դա չի թույլատրվում այդպիսի բան, բայց մեր տուրիստը, որը շատ լավ թուրքերեն հասկանում էր եւ շատ լավ կարողանում էր թուրքերեն արտահայտվել, ինքը բնականաբար ոչինչ չուներ եւ միջամտեց, շատ խիստ ձևով միջամտեց, թե ինչու է կաղավաղում պատմությունը, ես ինքս հայ եմ եւ սա հայերեն արձանագրություններ են եւ եթե ուզում եք ես կարող եմ սա թուրքերեն թարգմանել թե ինչ է գրված։ Այսինքն միանշանակ պետք է դիմել հայկական ընկերության, միանշանակ, չմտածեք ես բիզնեսի առումով չեմ ասում, սա շատ ցավոտ դեպքեր եւ մի քանի այսպիսի պատմությունների մեջ մենք առնչվել ենք պատմությունների, որ լրիվ այլ բան են ներկայացնում եւ նույնիսկ եկել մի հատ գերմանացի Գերմանիայից հայ մայր ու աղջիկ կար, որ գերմաներեն պատմում է թուրք գիդը եւ սրանք խառնվել են իրար, թե տիկին Ռիփսիկ լսեք մի հատ ասեք, տեսեք ինչ է պատմում, խնդրում եմ, ասի ես իրավունք չունիմ Հերմինե ջան միջամտելու։ Եթե դու ուզում ես, դու ինքդ կարող ես հետո այդ տուրիստի հետ առանձնանալ ինքդ պատմել։ Եվ այդպես էլ արել էր այդ աղջիկը, առանձնացրել, ասել է ձեզ սխալ եմ պատմում, սուտ եմ պատմում։ Աղթամարի պատկերացրեք Աղթամարի Սուրբ Խաչի եկեղեցին, որ անառարկելիորեն հնարավոր չի դա ուրիշ կերպ ներկայացնել եւ ներկայացնում են լրիվ մի այլ պատմություն, բնականաբար այդ մեր աղջիկը պատմեց, դա մասնակի դեպք է, բայց կարող է եւ հանդիպում չլինի եւ պատմենեն ինչ ուզում են։ Տիկին Արուշանյան, ես գիտեմ, որ դուք շրջագայությունների ու այցելությունների ընթացքում անգամ ուխտավորների պապենական գյուղեր եք այցելում, հաճախ են լինում նման դեպքեր։ Այո, հաճախ են լինում, ոչ միայն գյուղեր ենք այցելում, գտնում են մարդիկ իրենց ծնողների գծագրածով, պատմածով, գտել են նույնիսկ իրենց տները։ Եվ դա էլ այդքան էական չի, որ գտել են նաև իրենց հարազատներին։ Կպատմեք այդպեսի։ Ինչու՞ չէ։ Մենք Մոսկվայից մի քանի այդպիսի դեպքեր են եղել, Մոսկվայից տուրիստ ունեինք Ռաֆի անունով։ Դիմեց մեզ եւ ասեց Արջեշի մոտ մի հատ գյուղ կա, հիմա չեմ հիշում գյուղի անունը, ասում էր չգիտեմ կգտնեմ թե չէ այդ գյուղը։ Մենք քարտեզով նայեցինք, մոտավորապես ունենք գյուղերի քարտեզները։ Քարտեզով գտանք գյուղի տեղը, Արջեշին շատ մոտ գյուղ, եւ ասենք կգնանք, փորձենք գտնել։ Գնացել են այդ գյուղը, գյուղապետին գտել են, հարց ու փորձով, երբ մտնում ենք գյուղերը, ասում ենք, որ ասենք էս ինչի թորն է կամ էս ինչի ծորն է։ Եվ այդ խոսակցությունների ժամանակ անուններ տալով, այս Ռաֆին իր կողմից է անուններ տվել, նա իր կողմից է անուններ տվել, պարզվել է քրոջ եղբոր թորներ են։ Եվ այդ Ռաֆին հաջորդ տարի նորից եկավ։
նորից եկավ արդեն իր հարազատներին տեսնելու։ Հուզիչ է նաև։ Շատ հուզիչ է եւ շատ այդպիսի մարդիկ կան, որոնք հայ որպես ապրում են։ Անադոլու գործակալությունը նշում է, որ այժմ Թուրքիայում գտնվող հայոց մայրաքաղաք Անի այցելողների թիվը տարեցտարի ավելանում է։ Նախորդ տարի Անի են այցելել 23730 զբոսաշրջիկներ, իսկ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում այդ թիվն արդեն իսկ հասել է 21000-ի։ Այցելուները մասնավորապես Գերմանիայից են, Հայաստանից, Վրաստանից եւ Ճապոնիայից։ Թուրք պաշտոնյաները Անադոլու գործակալության հետ զրույցում նշել են, որ Անին գանձ է, որ պետք է տեղ գրավի աշխարհի ժառանգության ցանկում, ապա վստահեցրել են, որ նախարարությունն այդ ուղղությամբ աշխատանք է տանում։ Հատկանշական է, որ թուրք պաշտոնյաների խոսքում Անիի անվան սխալ, անը ձևով գործածումը ուշադրություն է գրավում այն առումով, որ վերջիններս ջանում են ամբողջովին մոռանալ Անիի հայկական պատմական դիմագիծը եւ շարունակ Անին ներկայացնում են որպես բազմաթիվ քաղաքակրթությունների օրրան։ Նշենք, որ այս բազմաթիվ քաղաքակրթությունների մեջ հայերի անունը հիշատակված չէ։ Անցած շաբաթ համացանցի հիթ էր դարձել մի լուսանկար, որում Պրադո մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցով, որի մի հատվածը ինչպես գիտենք միակողմանի է, երթևեկել էր հակառակ ուղղությամբ։ Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն այս առիթով գրեց. Լուսանկարն ահազանգ էր ճանապարհային ոստիկանության համար եւ առաջին սպայական գումարտակի աշխատակիցներն անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Արդյունքը շատ չուշացավ։ Լուսանկարում պատկերված Պրադո մակնիշի 18 PP 888 ավտոմեքենան հայտնաբերվել ու տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Վարորդն էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Իսկ համացանցի վիդեո հիթն անցած շաբաթ Արցախում նկարահանված Հեփի երգի տեսահոլովակն էր։ Ֆարել Ուիլյամսի հանրահայտ երգի իման վրա նկարահանված «Մենք երջանիկ ենք Ղարաբաղից» տեսահոլովակը պատրաստել են Արեգ Բալայանը եւ Արսեն Բեգլարյանը Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ YouTube-ում հրապարակման պահից ի վեր շուրջ 18 ժամվա ընթացքում այն ունեցավ ավելի քան 35000 դիտում, իսկ հետո այդ թիվն ավելի աճեց։ Տեսահոլովակը պարունակում է 70 էպիզոդ շուրջ 120 մարդու մասնակցությամբ։ Իր մասնակցությունն է բերել նաև Արցախի բազմամյա բարեկամ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը, ապարելով Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի հաշմանդամների եւ աշխատակիցների հետ միասին։ Դրա հեղինակները նպատակ ունեն ցույց տալու, որ Արցախը ոչ թե հակամարտություն է, այլ զարգացող պետություն, իր առօրյա կյանքը վայելող երջանիկ բնակչությամբ։ Դիտեք մեկ հատված եւ մի մոռացեք տարածել «Մենք երջանիկ ենք Ղարաբաղից» տեսահոլովակը։ Անցած շաբաթ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի է ունեցել հայկական ազգային կերակրատեսակին նվիրված Տոլմա 2014 փառատոն մրցույթը։ Բարի ավանդույթ է դարձել Վրաստանում ազգային մյուս արժեքների հետ միասին ներկայացնել նաև մեր ազգային խոհանոցը։ Առավոտի ցախորժալի Տոլմայի բուրբունքը տարածվել էր ողջ Հավլաբար թաղամասում։ Եկեղեցու բակում շարված սեղաններին տեղ էին գտել թբիլիսահայ տիկնանց պատրաստած Տոլմայի շուրջ 20 տարատեսակներով կաթսաները։ Սկզբում ներկայացվել է դեռևս ուրարտուական ժամանակներից եկող Տոլմայի իսկական հայկական ճաշատեսակ լինելը, ապա ներկաներն ու ժյուրիի անդամները որոշել են հաղթողին, գնահատելով ներկայացված Տոլմայի արտաքին տեսքը, մատուցման կատարելությունն ու համային հատկանիշները։ Գերմանացի 19-ամյա երկու երիտասարդ Հայաստանում սովորեցնում են իրենց լեզուն եւ սովորում են մեր պարերը։ Թոմսոնն ու Մորիսը, ովքեր ընդամենը 10 ամիս են մեր երկրում, առանց դժվարության թվարկում են հայ ազգագրական պարի տեսակները եւ պարում մեծ հաճույքով։ Դատելով երիտասարդների Facebook-յան էջերից, որտեղ նրանք բացի իրենց անուն ազգանունից գրանցվել են նաեւ հայկական անուն ազգանունով եւ որոնց նկարում հայկական խաչքարեր են ու Հայաստանի տեսարժան վայրեր, կարելի է ասել, որ Հայաստանը երիտասարդներին դուր է եկել։ Սիրում եք Հայաստանը, Թոմաս։ Այո, շատ սիրում եմ։ Աղջիկներին սիրում եք հայ։ Շատ։ Բայց իմը պետք է բարեմ էլի։ Համացանցում Երկիր AM-ի այս լուրին շատերն արձագանքեցին այսպես. ոչ միայն պարում, այլև խոսում են հայերեն, իրենց նախնյաց լեզվով։ Նման գրառման հեղինակները թերևս նկատի ունեն այն տեղեկությունը, որ առկա է նաև Վիկիպեդիայում։ Ըստ այդմ գերմանական պոեմում, որ կազմվել է Գերմանիայի Բավարիա երկրամասի ժողովրդական հեքիաթների հիման վրա, պատմվում է, որ բավարացիների նախնիները եկել են Հայաստանից։ Պոեմում նաև նշվում է, որ հայերը մինչ օրս խոսում են այն լեզվով, որ ժամանակին խոսել են բավարացիները։ Իսկ Բավարիա անունն ըստ պոեմի ծագել է Հայիշխան Բայորուսի անունից, ով իր ազգակիցներով ու հպատակներով եկել է Արարատ լեռան շրջակայքում գտնվող Արմենիա երկրից ու հաստատվել է
Գերմանիայի հարավում։ Պոեմի անունը, որ գրվել է ավելի քան 1100 տարի առաջ, տարվա երգ է։ Հաղորդման այս հատվածում կրկին շաբաթվա ուշագրավ մի քանի մտքեր եւ նորից կարճ ու առանց մեկնաբանության։ Ամուսվազն նվերը այն կլինի, որ կառավարությունը նոր շատ լավ կաշխատի։ Արհեստավարժության խնդիր մենք այսօր որոշ լրագրողների մոտ նկատում ենք։ Դրեսկոդի հետ կապված բոլորի համար հաճելի է, երբ որ լրագրողը հագնված է այս շենքի խորհրդին համապատասխան։ Ներկայանալ ներողություն ամառային, լողափային, ինչ-որ հողաթափերով կամ հագուստով դա անհարգանք է։ Եվ 2 ժամ մենք չենք կարողանում այդ ծիծեռնակին դուրս հանել մեր տանից, չեք պատկերացնում։ Ես այնքան ուրախ էի այդ արդյունքով։ Ես կարծում եմ դա ինչ-որ նախանշան է, որ ծիծեռնակը հենց եկել էր մեր տուն։ Ուրեմն դա ինչ-որ քայլ է, որ ինձ գուցե վերապահված է ինչ-որ ծիծեռնակին այդ արվեստը, որ Հայաստանի Հանրապետության համար պիտի գալիքի ապագայի համար լինի, ես իմ լուրջ Մեղվաբուծությունը զարգանում է ոչ թե ծերերի, այն հաշմանդամների հաշվին, այլ զարգանում է մտավորականների հաշվին։ Մեղվաբուծությունով զբաղվում են ինտելիգենցիան, զբաղվում են մտավորականները, որը ինձ դա ավելի է ողջևորում, որ հասկացել են ինչ է մեղում։ Լուր նրանց համար, ովքեր անտարբեր չեն բարեգործության եւ գթասրտության հանդեպ։ 18-ամյա Տիգրանին հիվանդության պատճառով բանակ չեն զորակոչել։ Նա վաղուց տանը մենակ է ապրում։ Մայրը գտնվում է հոգեկան առողջության կենտրոնում։ Տիգրանն իր գոյությունը պահում է շուկայում մրգավաճառներին օգնելով։ Նախորդ տարի ընտանիքը նորակառույց բնակարան է ստացել եւ վերջապես խոնավ ու ցուրտ տնակից դուրս են եկել։ Սակայն ծայրահեղ աղքատությունն ու դառը ճակատագրի հարվածները հնարավոր չէ հաղթահարել նույնիսկ նոր բնակարան ունենալով։ Շիրակ կենտրոնի աշխատակիցները հիգիենիկ պարագաներ եւ սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին բարեգործական ձեռնարկի շրջանակում կանադայում գործող Կոլյան հիմնադրամի, ինչպես նաեւ Depop AM կայքի խմբագիր Կամո Մայիլյանի ցուցաբերած աջակցությունը տրամադրելու նպատակով հերթական անգամ այցելել էին նրանց բնակարան։ Միայնակ ու ծանր ապրելակերպ ունեցող Տիգրանին օգնել ցանկացողները կարող են եւս արձագանքել։ Անցած շաբաթ հայ տաքսիստների թեման դարձել էր համացանցային քննարկումներից մեկի պատճառ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ հետ էլեկտրոնային պարբերականի հիմնադիր Էդիկ Բաղդասարյանը գրեց Ֆրանսիայի ժամանած մի լրագրողի հետ պատահածի մասին։ Օդակայանում տաքսի է նստել եւ գիտեք տաքսիստը որքան գումար է ուզել Երևան հասցնելու համար՝ 40,000 դրամ։ Հիմա այդ լրագրողին հարցնում ենք, բա ինչու չհարցրեցիք որևէ մեկին։ Ասած օդակայանի աշխատողներից մեկին հարցրեցի, սա նորմալ տաքսի է, ասել է այո, գրեց Էդիկ Բաղդասարյանը։ Տաքսիստներից մինչև սպասարկման ոլորտի պատասխանատուներին ուղղված քննադատական խոսքերի ու Հայաստանում տուրիզմի զարգացմանը խոչընդոտող այլ կարծիքների պակաս համացանցում չզգացվեց, իսկ մենք ներկայացնենք այս թեմայով գրված տեսակետներից մեկը, որ տեղ էր գտել անկախ Հայաստան Facebook-յան էջում։ Եթե Ֆրանսիա գնաք տաքսի նստեք, ոչ մեկ ձեզ չի խաբի, նույնիսկ եթե չխաբի էլ ասեմ, որ այնքան թանկ է տաքսին, որ 40,000 դրամը հաստատ նորմալ գին կլինի իրենց համար, իսկ մեր զբոսաշրջությունը հաստատ չի տուժի այդ 40,000-ի համար։ Հերիք է լացուկոց դնեք ու բողոքեք։ Աշխարհի յուրաքանչյուր երկրում էլ ընդունված է, որ արտասահմանցու համար ամեն ինչ արժե ավելի թանկ, քան տեղացու։ Շաբաթվա պարը Հայաստանի Հանրապետության վարչապետինն էր։ Հովիկ Աբրահամյանը նախ պարել է Հանքավանի լուսաբաց ճամբարում։ Այստեղ պետական բյուջեի միջոցներով իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում ամենամյա ծրագրով այս տարի հանգստանում է Հայաստանից, Արցախից եւ Ջավախքից ժամանած շուրջ 400 երեխա։ Այնուհետև վարչապետը կովբոյի գլխարկով պարել է Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը, ԱՄՆ անկախության տոնին նվիրված միջոցառմանը։ Երեկոն անցել է բավականին ջերմ մթնոլորտում։ Մեկ լուր էլ մարզաշխարհից։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Մոսկվայի Սպարտակ ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել Հռոմում։ Սպարտակի մամլոյցարայության հաղորդմամբ վիրահատվել է հարձակվողի աջ ծնկի հոդը։ Նա կվերականգնվի մոտավորապես 2 ամսից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մովսիսյանը խաղադաշտ կվերադառնա 2014-15 մրցաշրջանի երկրորդ կեսում միայն։ 2013-14 մրցաշրջանում Մովսիսյանը Սպարտակի կազմում 30 հանդիպում է անցկացրել, 18 անգամ դարձել գոլի հեղինակ։ Սա թոփ տեստ է, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացրեց մեկ հաղորդման մեջ։ Տեսա Տանի Միրաքյաններ կհանդիպենք։